ես ուզում եմ խոսել մի հարցի վրայով, որ շատերի հուզում է, ինչից է հարաճացել սրա վրայով խոսելս, որտեղ շատեր այս հարցը տվել են եւ շատ եղբայրների այս հարցը տրվում է, հաճախ տրվում է այս հարցը հավատացյալներու կյանքի մեջ հուզող հարց է եւ հավատացյալը ինքը միշտ ուզում է, որ սուրբ կյանք ապրի, անշուշտ խոսում ենք վերստին ծնված հավատացյալը, դժմարիտ հավատացյալը եւ հարցը այսպիսին է. ինչպես դեմ տնել մեղքերին, Եղբայրը խոսում էր, որ իհարկե մեղքերը հետևանք են Աստծո մեջ բաժանվելու, իհարկե այդպես է, եւ մարդիկ միշտ ակնկալում են, որ այս հարցի պատասխանը կլինի պետք է թիվ 1 այսպես անել, թիվ 2 այսպես, թիվ 3 այսպես, բայց այս հարցը այս տեսակի պատասխան չունի սիրելիներ, թեև մենք երբեմն տեսնում եմ ես այդպես դարբեր արևմտյան քարոզիչներ միշտ 1, 2, 3, 4 տեխնիկաներ են տալիս ինչ անել, որ սա հաջողության հասնել հոգևոր կյանքի մեջ, այդպես չէ սիրելիներ, եւ այդ հարցին պատասխանում է Աստվածաշունչը, շատ կարճ ու կտրուկ, ես ընթերցելու եմ այդ համարը, որ ցեզի բոլորիդ շատ ծանոթ համար է, բայց ուզում եմ մի քիչ խորանալ, բացենք, որպեսզի այդ համարը վերացական չի մնա մեր բոլորի համար սիրելիներ։ Նայեցեք, դրա մեր սիրելի Հովհաննես Առաքյալը, Տիրոջ շատ սիրելի Առաքյալը, պատասխանում է շատ մեզի ծանոթ համարով։ Դա գտնվում է առաջին թուղթ Հովհաննու 5-րդ գլխի մեջ։ Երևի իմացաք ինչ եմ ընթերցելու։ Գսե որ վասնզի անոր Աստծո ծնած է աշխարհին գահախտե։ Ինչն է որ աշխարհին գահախտե, ասում է մեր հավատքն է որ աշխարհին գահախտե։ Այս բոլորս գիտենք այս խոսքերը, բայց ինչու համար դակավին մենք դժվարանում ենք դեմ տնել մեղքերին։ Ինչու համար մեղքեր բառն եմ օգտագործում, գիտեք, չէ, որովհետև երբ որ եկել ենք Տիրոջ, մենք արդեն ապաշխարել ենք մեղքից, որ անհավատության մեղքն է։ Բայց դակավին մենք գործում ենք մարմնի մեջ, մեր օրերում մեջ մեղքեր։ Պողոսը թեև դրա պատասխան է տալիս, բայց ուրիշ բան ասում է հետո։ Պողոսը գիտեք Հռոմեացիներու 7-րդ գլխի մեջ ասում է, որ թեև իմ ներսի մարդին նայելով ես ինձ համար հաճելի է, ես համաձայն եմ, ուզում եմ Աստծո առաջարկած կյանքը ապրել, Աստծո խոսքին համաձայն եմ, օրենքին համաձայն եմ, բայց իմ անդամներում մեջ տեսնում եմ մի ուրիշ օրենք, որ հակառակ է ներսի օրենքին, որ ես համաձայն եմ, ուզում եմ բարին անել, մեկ անգամից տեսնում եմ, որ կարելի է չարը անեմ, բայց չի ասում, որ եղավ այդպես համոզվեցեք, մինչև ծեր կյանքին վերջ, որ արխային ընկեք, մեգա դուք անընդհատ մեղ պետք է գործեք, այդպես չի ասում ինքը։ Այդպես չի ասում։ Դրանց հետևանքներու մասին անդադար խոսում է Աստվածաշունչը, որովհետև մեղքը բաժանում է մեզ Աստծո ներկայությունից մենք բաժանվում ենք։ Մեղքեր, որ գործում ենք սիրելիներ, թեև Պողոսը նույնպես բացատրում է առաջին Կորինթացիներուն 3-րդ գլխի մեջ, որ եթե մեկուն ապրած կյանքը հիմքին վրա, որ Քրիստոս է, շինում է մեր կյանքի ընթացքին, մենք ապրում ենք շինելով հիմքին վրա, որ Քրիստոս ինքն է։ Եվ այնց որ ինչ ենք շինում, դրանում մենք գնում ենք երկինք։ Բայց տեսնում ենք, որ կարելի է փայտ եղեք եւ խոտ լինի մեր շինածը եւ դա վարի, այրվի։ Ընթերցեմ, դրանք որ նորեկ են, միգուցե համարը անկիր չգիտեն, նայեցեք ինչ է ասում, ասում է, որ միայն թե ամեն մեկը թող սկուշանա, 3-րդ գլուխ 10-րդ համարի 2-րդ բաժինն եմ կարդում, թող սկուշանա, թե ինչպես կշինե։ Վասնզի մեկը ալ ուրիշ հիմ չի կրնար դնել դրված են զատ, որ է Հիսուս Քրիստոսը։ Եթե մեկը այս հիմին վրա շինելու
գործած է ոսկի, արծաթ, բադվական քարեր, փայտ, խոտ, եղեք։ Ամեն մեկուն գործը հայտնի պիտի լա, քանզի օրը Երևան պիտի հանե, վասնսի կրակով պիտի հայտնվի, եւ ամեն մեկուն գործին ինչ տեսակ լալը կրակը պիտի փորձե։ Եթե մեկուն շինած գործը մնա, այսինքն չի վարի, չի այրի, ինք վարձք պիտի առնե։ Եվ եթե մեկուն շինածը այրի, անիկա վնաս պիտի քաշե, բայց ինք պիտի ազատի, սակայն ինչպես իբր թե կրակի մեջ են ելած։ Ինչու համար է ազատում, որովհետև ինքը շնորհքով փրկվել է։ Այսինքն անհավատությունից ապաշխարել է, ինքը հավանում է, սիրում է, համաձայն է Աստծո առաջարկած կյանքին հետ, բայց իր կյանքի ընթացքում չի աճում Քրիստոսի նմանությամբ, բավարար չի աճում, որպեսզի ինքը ազատագրվի մեղքերից եւ դառնա պտղաբեր Աստծո թագավորության համար։ Այսինքն իր կյանքի ամբողջ օրերը կարող է ինքը պատերազմի մեջ լինի, այդ պատերազմը պետք է, բայց այդ պատերազմը պետք է փոխվի ժամանակի ընթացքին։ Մենք պետք է հասունանանք, աճենք եւ դառնանք պտղաբեր Աստծո թագավորության համար։ Իսկ շատ հավատացյալներ կարելի է մինչև իրենց կյանքի վերջը անընդհատ իրենք մարտնչեն, պատերազմեն մեղքերի հետ եւ չի վայելեն այն օրհնությունները երկրի վրա Տիրոջմով եւ նույնպես չդառնան պտղաբեր Աստծո թագավորության համար, բայց չի ասում, որ դրանք չեն փրկվելու, բայց կփրկվեն ինչպես որ կրակի մեջ են ելած այրվածի նման, ինչու համար, որովհետև իրենց ամբողջ կյանքը արդեն պատերազմել են, զղջացել են այն մեղքերը, որ գործում են, սիրելիներ։ Իսկ այն մարդը, որ շնորհքի տակ չէ, չի հավատացել Քրիստոսին, այդ մարդը ընդհանրապես իր ներսիտին մեղքերու դեմ պատերազմը չի գա։ Մեղքը գործում է, որ իրեն համար հաճելի է, իրեն որ լավը լինի, որպեսզի իր անձը պաշտպանե, շահ ունենա, ամոթով չի մնա, եւ այլն։ Մեղքերը գործում է եւ ինքը տեսնում է, որ իրավասի է, որ ինքը մեղքը գործում է, որտեղ պետք է անե այն ինչ, որ իրեն համար լավ լինի։ Դա աշխարհիկ մարդն է։ Իսկ հավատքի ժողովուրդը ոչ իրենք մարտնչում են մեղքին թեմ, ցավում են, զղջում են, ցավ են քաշում, բայց լավ չէ որ Պողոսը ասում է, այդպես լինի մարդու կյանքը մինչև վերջ եւ չի ազատագրվի մեղքերից եւ հետո ինքը ազատի, ինչպես որ կրակի մեջ են ելած, երկրի վրա չվայելե Տիրոջ օրհնությունները, իսկ երկնքում վարձք չառնե։ Տեսնում եք, լավ չէ։ Հետևաբար խնդիրը լոկ փրկվելու մասին չէ, դրա մասին է, որ երկրի վրա դու վայելես օրհնությունները Տիրոջ, պտղաբեր լինես Աստծո թագավորության եւ երկնքում վարձք ունենաս սիրելիներ։ Հետևաբար այո, պետք է մարդ աճելով Քրիստոս կյանքի մեջ ազատագրվի մեղքերից։ Չի լինի, որ մինչև կյանքին վերջը ինքը դակավին անընդհատ մարտնչում է նույն մեղքերի հետ սիրելիներ։ Եվ դրա համար է, որ Հովհաննեսը ասում է, որ մեր հավատքն է, որ աշխարհին գահտե։ Եթե աշխարհին հաղթես, մեղքեր կգործես, եթե հաղթել ես, ամբողջովին հաղթել ես աշխարհին, մեղքեր չես գործել։ Հետևաբար աշխարհին հաղթել, նույնպես հասկանում ենք մեղքերից ազատագրվել սիրելիներ։ Եվ ես պատկերացնում եմ Հովհաննեսը, որ այսպես ասում է։ Դուք պատկերացնում եք մեծացած Հովհաննես, մեկի ծերացած Պատմոս կղզու վրա։ Ինչ տեսակի կյանք էր ապրում։ Ես չեմ պատկերացում, որ Հովհաննեսը դակավին մարտնչում էր մեղքերու հետ։ Ազատության կյանք էր ապրում։ Ես տենց եմ պատկերացնում։ Կարող է 100%-ով ճիշտ չի լինեմ, բայց չեմ կարողանում ուրիշ ձևով պատկերացնել, սիրելիներ, չեմ կարողանում ուրիշ ձևով պատկերացնել։ Նայեցեք Պողոսի կյանքն առ, եթե մենք ընթերցում ենք իր նամակները դարբեր թվերի են գրվել։ Դարբեր ժամանակաշրջաններում են, տարիները անցնում են։
Դիմոթեոսի նամակի մեջ տեսնում ենք, որ ընթացքը կատարեցի, հավատքս բահեցի, արդեն հիմա պատրաստ եմ պսակը վերցնելու։ Դրանից առաջ միշտ նամակներում մեջ ասում է, որ ես վազում եմ, հետևինները մոռացել եմ, բայց չեմ հասել։ Ուշադիր եմ լինում, որ ես չմեղան չեմ, սխալ չառնեմ, ուրիշներուն կարոզել են հետո ես խոդելի չի լինեմ, ես չեմ հասել, չեմ բռնել, բայց վերջավորչան ասում է, որ ահա պսակին պատրաստ եմ։ Փոխվում էր Պողոսի նամակներում մեջ իր հոգևոր ընթացքը, իր աճը Քրիստոսի նմանության մեջ, այո, փոխվում էր սիրելիներ, դրանք մի ամսվա մեջ չեն գրված, դարբեր դարիներու, եւ տեսնում ենք, որ Պողոսը ինքը արդեն փոխվում է եւ վերջավորության Դիմոթեոսի նամակի մեջ տեսնում է, որ պատերազմեցաբարի ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի, արդեն պատրաստ եմ պսակը առնելու։ Գիտե, որ ինքը վարձքը առնելու է, այնպես չէ, որ չի ասում, որ հիմա սպասում եմ նայենք, եթե գրագի մեջ են այրվածի նման պիտի փրկվեմ կամ ոչ, այդպես չի ասում Պողոսը սիրելիներ։ Տեսնում եք, կարևոր գետեր են, որ պետք է գիտակցենք մենք այս բաները։ Հետևաբար հավատքը կհաղթե աշխարհին։ Ուրեմն այս խոսքը վերացական չէ, որ միան պետք է ընդունենք, սա պետք է սեղանին վրա փռենք, մի քիչ պրպտենք, հասկանանք, որ ինչպես հավատքը հաղթում է աշխարհին, սիրելիներ։ Մարդ արարած ինչ որ անում է, մարդը նախ ծնվում է, իմացեք, որ մարդը ծնվում է ժառանգած աթամական մեղքը, որը հավատում է եսին, ինքնաստվածության, ասեց չէ, օծը, ասեց եթե ուդեք, աստվածներու նման գլինեք, դա մենք շարանքել ենք, մարդը երբ որ ծնվում է, մեծանում է, գիտակցությունը աճում է, մարդը ասում է ամեն ինչ պիտի դնեմ, որ ինձ համար լավ լինի, իմ կամքը պիտի կատարեմ, ամեն ինչ պիտի դնեմ, որ ոչ մեկը իմ կամքից դեմ չի դնե, ինչ որ ինձ համար հաճելի է, ես դա պետք է անեմ, ես լավ լինեմ, չէ դա կգրում մյուսը լավ լինե կամ ոչ, կարևորը ես լավ լինեմ, ես շահ ունենամ, թիմացինը վնասվե, ոչինչ դրանով չէ դա եսն է կենտրոնը, ինքնաստվածությունն է, չի ասում, որ ես Աստված եմ, բայց շատերն ասում են, շատերը այնքան անփարտավան են դառնում, որ ասում եմ ես եմ Աստվածը, մենք ենք Աստվածներ, հայերում մեջ շատ լսել եմ այդ YouTube-ի վրա բանով, ասում եմ մենք Աստվածներ ենք, չէ, ճիշտ է ասում, բայց փոքր դարով, փոքր այով, քեզ թվում է, դուք չաստվածներ եք, այդպես է, որովհետև դու ուզում ես քո կամքդ կատարել, սիրելին։ Հետևաբար մենք ծնվում ենք այն հավատքով, ինքնաբերաբար, անկիդակցաբար, չենք մտածում դրա հավատում ենք, բայց մենք հավատում ենք, մեր եսի, մեր կամքը կատարելու հավատում ենք, եւ ամեն մեղք, որ կործում ենք, դա մեկնում է մեր հավատքից, մեր եսի, բնական մարդու, մարմնավոր մարդու հավատքից է մեկնում սիրելիներ, եւ ցեզ օրինակներ դամ, ուրեմն երբ որ մեղքեր ենք կործում, ընդհանրապես նշանակում է, որ մեր ներսիտին կործում է հին հավատքն է կործում, ինչպես եղբայր ջան, ցեզ ասեմ ինչպես, երբ որ հավատացյալը սուտ է խոսում, մի բան ասեմ, նախքան սուտի մասին խոսեմ, մենք համարյա Աստծո խոսքը իմացող մարդը, համարյա բոլոր մեղքերը կործում է գիտակցաբար։ Հիմա կարող է դգարության մեջ կործի, կարող է ինքը ուժը չի պատի, մի անգամից ինքը վրդովվի եւ այլն, բայց անկիդակցաբար չի, որ այսեմ սուտ խոսեց եւ ինքը չի գիտեր, որ սուտ խոսեց, այդպես է։ Գիտե որ սուտ խոսեց։ Աստծո խոսքը ճանաչողը սիրելիներ, անկիդակցաբար մեղքեր պետք չէ ունենա։ Դրա համար ես միշտ իմ աղոթքի մեջ երբեք չեմ աղոթում, ասելով որ Տեր ների իմ գիտակից եւ անկիտակից մեղքերս։ Չեմ ասում դա վատ աղոթք է, բայց դա երեխայական աղոթք է։ Աճ չունեցող քրիստոնյայի աղոթք է, կարծում եմ, որովհետեւ եթե ես աղոթեմ, ասեմ, որ իմ անկիտակից մեղքերս ներեմ, ինչեւ յանքիս վերջը,
Նշանակում է, որ անկիդագից մեղքերը ես շարունակում եմ կործել։ Ես աղոթում եմ Տեր ասում եմ, եթե մեղք եմ կործել անկիդակցաբար, խնդրում եմ ինձ հայտնե հանդիմանե, որովհետեւ դրանից ապաշխարեմ։ Համաձայն եք, սիրելիներ։ Այնց ապաշխարեմ։ Ինչ է ասում։ Հետևաբար մենք գիտակցում ենք, բայց կարելի է մենք տգարությամբ կործենք, զղջումով լինենք, ոչ թե անզեղջ սրտով։ Բայց գիտակցում ենք։ Ուրեմն սուտ է խոսում հավատացյալը։ Ինչու համար սուտ խոսում է։ Որտեղ սուտ խոսելով նախ հավատում է, ասենք թե որ իր սխալը կծածկվի։ Ինքը ինքնին կպաշտպանի, ամոթից կազատվի։ Չեմ ասում, որ եթե հավատացյալը ինքը վաճառական է եւ խափում է դիմացինին, այդպես սուտ է խոսում, դա արդեն հավատացյալի վիճակ չէ, դա արդեն կնշանակի, որ հələ պետք է առաջի մեղքից չէ ապաշխարել։ Բայց ընդհանրապես հավատացյալներու սուտի մասին եմ խոսում։ Հավատացյալը ամոթով չի մնալու, որովհետև եթե սուտ չխոսի, խայտարակ է լինելու այդ ինչ որ արել է սխալ։ Հիմա սուտ է խոսում, որովհետեւ ծածկե ամոթով չի մնա։ Հավատք է կամ ոչ, իհարկե հավատք է։ Հավատում է, որ սուտը խոսելով, ինքը ամոթով չի պիտի մնա, այսքան բարձ։ Տեսնում եք, ուրեմն հավատքը Քրիստոս կյանքի հանդեպ, հավատքը Աստծո առաջարկած կյանքի հանդեպ չի քերազանցում այդին հավատքը, որ իր ներսիտին է, սուտ խոսելու նկատմամբ, որ իրեն գազադակրե ամոթից, խայտարակությունից, տեսնում եք, ուրեմն, հավատացել են, որ Քրիստոս Աստծո որդին է, միայն այդքան չէ, դա խորանում է, ինչպես որ եթե բռնենք, ասենք մի հատ մուսուլման կամ աթեիստի, որ չի ճանաչում Քրիստոսի բացարձակապես չի ճանաչում։ Եթե ասենք, որ հիմա ասեք քեզի ինչն է ճշմարտությունը, եւ ասենք, որ Քրիստոս է ճշմարտությունը, մենք ճիշտ ենք ասում։ Ինքն է ճշմարտությունը, բայց բան հասկացավ, շատ քիչ հասկացավ։ Պետք է Քրիստոսը մենք ներկայացնենք, թե ով է, ինչու համար ինքն է ճշմարտությունը։ Գրծեք հասկանալ ինչ ծևի։ Սիրելիներ, հետևաբար մեր հավատքը աշխարհին գաղթ է, բայց պետք է խորանանք, տեսնենք մենք ինչ ենք հավատացել։ Մենք հավատացել ենք, որ Քրիստոս Աստծո որդին է, բայց չենք հասկացել, չենք ճանաչում Քրիստոսին, ինչպես եղբայրը ասում էր։ Այո, Քրիստոս Աստծո որդին է, ճանապարհին ցանկացած հային եթե հարցնես, եթե Քրիստոս ինքը փրկիչն է, Աստծո որդին է, ցանկացած հայ ասե քեզի այո, բայց ճանաչում է Քրիստոսին։ Չի ճանաչում Քրիստոսին սիրելիներ։ Նույնպես հավատքի հարցը։ Ինչի ես հավատացել։ Եթե Աստծո խոսքը լավ չգիտես նախ, չես գիտեր, միայն գիտես որ Քրիստոսին հավատացել ես։ Բայց Պողոս ասում է, որ հավատքը Աստծո խոսքը լսելուց է, չէ՞։ Հավատքը Աստծո խոսքը լսելուց է։ Եվ այդտեղ լոգոս բառը չի օգտագործում խոսքի համար, ռեմա բառն է օգտագործում։ Ռեմաբարը Աստծո բերնից ելած խոսած կենտանի խոսքն է, որ Հիսուս ասում էր իմ խոսքերս հոգի եւ կյանքն են։ Ուրեմն խոսքը լսել չէ որ լսելով պիտի լսեք ու չի պիտի լսեք եւ չի պիտի իմանաք։ Դա է լսում են, այդ լսելու մասին չի խոսում, սիրելիներ։ Խոսքը լսել միտք առնել, բայց ռեմա խոսքը ինքը հայտնություն է հարաճ բերում մարդու ներսիտին։ Հետևաբար խոսքի հայտնություն լսել խոսքը եւ խոսքի հայտնություն ունենալ։ Բայց պիտի լսես, չէ՞, հավատքը ասում է լսելուց է։ Մեկ բառ, մեկ նախատասություն լսելուց չի երիկը, չէ՞։ Դրա համար մենք ունենք Աստվածաշունչ։ Ունենք Քրիստոսի խոսքերը, առաքյալներու խոսքերը սիրելներ, առաքյալներու խոսքերը բոլոր Սուրբ Հոգուց մղված, Աստծո միտքը, Աստծո էությունը, իր բնույթն է մեզ արտացոլում սիրելիներ։ Հետևաբար տարբեր խոսք, մարդը մյուսին հետ վիճում է եւ վիրավորում է դիմացինին։ Ինչու համար ուզում է պարտադրել իր ասածը, ուզում է ինքը հաղթել վիճապանության մեջ, ինքը ճիշտ դուրս գալ, հավատում է դրա, տեսնում եք, հավատում է դրա։ Հետևաբար Աստծո առաջարկած կյանքի հանդեպ իր հավատքը չի քերազանցում այն հավատքին հիմ մարդու, որ իր ներսիտիտ է, ինչ կվերապերի
վիճապանության մեջ ինքը հաղթե, ինքը առաջ լինի, իրը ընդունվի, տեսնում եք սիրելիներ, հետևաբար բարձրապանությունը շատ կարևոր է։ Այդ մարդը, որ ասենք, թե որ նայում է այդ բաները, որ բեք չէ նայի ինքը, ինձ կվերապերի երդասարտներուն։ Այո, ճիշտ է, որ տկարության նայում է, բայց իր ներսիտին հիմ մարդու արբանով, բնույթով, ինքը հավատում է դա նայելով, իրեն կարճատև հաճույք պիտի լինի։ Այդպես է, իրեն կարճատև հաճույք է լինելու։ Եվ դրա համար նայում է, հետո զղջում է, բայց ինքը նայում էր, որովհետև դրա հավատում է։ Իսկ այն մարդը, որ իսկապես ամբողջ սրտով, ամբողջ էությամբ հավատում է Աստծո խոսքին, Աստծո առաջարկած կյանքին, սիրելիներ, ամբողջ, այդ բոլորը իրեն համար աղբ կլինի։ Այսինքն, եթե ինքը սխալ է գործել, այո, կարող ենք սխալ գործել, այո, այդ սխալի հետևանքը կարելի է, որ մենք ամաչելու տեղ ունենանք, շատ բարի, սխալ ես գործել, խոնարհվիր, ամաչելու տեղ ունենաս, մի քիչ խայդարակ լինելու տեղ ունենաս, լավ է, որ խայդարակ լինես, ամաչես, խելքի կաս, հաջորդին ուշադիր կլինես ավելի, քան թե քու սուտովը ծածկես եւ դու մեղ գործես, Աստծո դեմ։ Ինչ կուզե դա հավատք։ Պիտի հավատաս, որ դու եթե ամաչես խայդարակ լինես, ավելի լավ է քեզ համար, որտեղ Աստված քեզի դա է առաջարկում, ոչ թե դու քեզ պաշտպանես եւ արդար դուրս գաս։ Հավատք, երկու տեսակի հավատներ։ Հավատքը դե որ աշխարհին է հաղթում, իրեններ։ Դիմացին վիճում ես, վիրավորում ես։ Թող, երբ որ վեճի է գնում, դու մեղ կորձելու ես հասնում, արդեն վիրավորում ես իրեն, պարտադրում ես, քու ուզածդ անցնի, վերջին խոսքը դու ասես, չէ՞, մեր բնույթի մեջ, մեր ասկի բնույթի մեջ դա շատ ուժեղ է։ Անպայման վերջին խոսքը ինքը պիտի ասե, մեկը, վերջին խոսքը ինքը պիտի ասե։ Հավատում ես դրա համար դա գործում ես, սիրելիներ։ Հետևաբար, ինչ անենք։ Վայ եղբայր, հասկացանք։ Այո, չեմ ուզում շատ օրինակներ տալ, որ ժամանակը շատ չվատնենք, բայց հասկանում եք, մի հատ նստեք, այն տկարությունները, այդ մեղքերը, որ ունեք անընդհատ դրա մեջ ընկնում եք, գործում եք, եւ դուք վերլուծեք, պիտի տեսնեք, որ ծեր հին մարդու ներսիտի եղած հավատքից է մեկնում, որ Աստծո առաջարկածը չի կերազանցել այդ հավատքը։ Հին հավատքը պետք է մեռնի, Աստծո խոսքի անտեպ հավատքը պետք է աճի։ Աճելու համար նույնպես Աստվածաշունչը դա ասում է ինչ պետք է անել։ Եվ դա մի քանի րոպե առաջ ես ասեցի, կրկնում եմ, մի քիչ ավելի փակագիծները բացում եմ, սիրելիներ, եւ ավարտում եմ խոսքը։ Ասում է Աստծո խոսքից է։ Աստծո խոսքը լսելուց է։ Եվ այստեղ ասեցի լսել, այսինքն եղբայր ջան, կարող ենք ընթերցել, չի լսել, հա, կարող ենք, իհարկե։ Այն ժամանակ ընդհանրապես ամեն մարդ մի հատ աստվածաշունչ չուներ։ Բայց նույնիսկ որ եթե ընթերցես, դա կենթանի խոսք է, ռեմա է, Աստծո խոսքը, սիրելիներ։ Նախ պետք է անընդհատ առնչվես Աստծո խոսքին հետ։ Աստծո խոսքը իմանաս, հավանես եւ հայտնություն ունենաս։ Այսինքն նախ պետք է համաձայնես, համոզվես, չի հերիքի, որովհետեւ կյանքի վերածվի, դա պետք է հավատքի վերածվի։ Հավատքի վերածվելու համար պետք է հայտնություն խոսքի, սիրելիներ։ Հայտնություն պետք է խոսքի։ Հայտնություն եթե չի լինի խոսքի, դա քո ներսիտի հավատքի չի վերածում։ Ինչպես որ հիմ մարդու ներսիտի հավատքը ոնց որ անկիդակցաբար է, ենթակիդակցության մեջ դա ունի, իրագործվածքն է դա։ Իսկ սուրբերուն ներսիտին Աստծո խոսքի հավատքը նույնպես է դառնում։ Այլևս խոսքը անգիր իմանալու գարիք չես ունենում։ Սուրբ Հոգին քեզ անընդհատ հայտնում է քո ներսիտիդ, որ գարիք չունես դու նույնիսկ ընդրություն անելու, որոշելու, որովհետև այն հավատքը, որ աշխարհին գաղթ է, քո ներսիտիդ աճել է, եւ ինքնաբերաբար առանց դու դնել հանելու, որոշելու, դու հաղթում ես մեղքերին։
ինքնաբերաբար, դա ցանկալի վիճակն է, սիրելիներ։ Դրա համար նայեցեք, Աստծո խոսքը շատ կարևոր է, ճանաչենք, առնչվենք, Աստծո խոսքի վրայով խոկանք։ Ես շատ եմ այս վերջին ժամանակներում մտածել, հասկացել եմ ինչն է ինձ օգուտ անում։ Երբ որ ես ունենում եմ ներքին սենյակ, ներքին սենյակը լոկ ձունգիկալ աղոթելը չէ, սիրելիներ։ Աղոթքի վիճակն ար ուզում եմ, որ մենք բարձապանենք։ Աղոթքը, երբ որ դու մտնում ես Տիրոջ ներկայության մեջ, այսինքն հարաբերության մեջ իր հետ մտնում ես, պայման չէ քո արդասանած խոսքերդ։ Երբ որ խոգում ես Աստծո խոսքի վրայով, սիրելիներ, դա աղոթքի վիճակ է։ Դու սպասում ես Տիրոջ մե պատասխան, հայտնություն։ Բարձրապես ոնց որ դու նստել ես Տիրոջ հետ, դեմ դիմաց, եւ խոգում ես իր խոսքի վրայով։ Ինքը քեզ խոսում է իր խոսքի միջոցով, Աստվածաշունչի միջոցով։ Ինքը խոսում է քեզ, եւ դու մտածում ես խորապես, խոգում ես, սիրելիներ։ Որտեւ աղոթք երբ որ ասում ենք, նշանակում է, որ մենք մտնում ենք երկխոսության Աստծո հետ։ Եվ դա երկխոսություն է, մենախոսություն չէ։ Դա չէ որ դու հայտարարես մտքիդ մեջինները եւ բրծար աղոթքը, սիրելիներ։ Դա շատ օգուտ անող աղոթքի վիճակ չէ։ Դա կարող է լինի կարեկցանքից ելնելով։ Մարդը դժվարության մեջ է, կոտրված վիճակում է, հուզմունքներու մեջ է, սրգագոտոր է, կարող է Աստծո առջև սրտագոտոր աղոթ է, այո։ Բայց մենք ասում ենք հենց ներքին սենյակը։ Ներքին սենյակը տարբեր վիճակ է, սիրելիներ։ Դա չէ որ դու դժվարության մեջ ես միան դրանից դուրս գաս։ Ներքին սենյակում այնտեղ է որ դու Տիրոջը պիտի հանդիպես։ Տիրոջ հանդիպելու համար իր խոսքի միջոցով կհանդիպես։ Եվ ես ամենաշատ օգտվել եմ, երբ որ մենակ եմ եղել, թե ներքին սենյակը այստեղ արգարա լինի։ Բայց իսկապես այն վիճակները, որ մենակ եմ լինում, եւ ես խորապես խոգում եմ, խորապես մտածում եմ Աստծո խոսքի վրայով, սիրելիներ։ Այն ատեն Դերը խոսում է ինձի, այսինքն խոսքի հայտնություն եմ ունենում։ Մի անգամից այդ խոսքերը իմ ներսից քանցի է վերածում, ոնց որ մի հատ նոր քանց կտա։ Բայց նույն խոսքն է, երբ որ քանց ես գտնում, քո ներսից հսկայական երջանկություն է լինում։ Դա կյանքի է վերածում, դա մի անգամից կենթանի է դառնում խոսքը, դա արդեն կարող է իջնել ներսի մարդուն մեջ եւ հավատքի վերածվի, սիրելիներ։ Սա է այն ժամանակները, բոլոր մարդիկ, որ խոսքը իրենց ներսիտին կյանքի է վերածվում, այն օրն է, այն րոպեներն է, որ խոսքը հայտնություն է անում իր ներսիտին։ Չեմ ուզում սա վերացական լինի, սիրելիներ։ Խոսքի գիտությունը չէ, հայտնություն, երբ որ խոսքը իսկապես դու կենթանի կյանք է քեզի վերածում, ոչ թե համացայնում ես։ Երբ որ ասում է որ սիրե թշնամուդ, դու համացայն ես, ինչու համար Տերը ասեց քեզի։ Դրա համար համացայն ես դու։ Դա հայտնություն չէ խոսքից, սիրելիներ։ Իսկ եթե սիրե թշնամուդ խոսքը դու հայտնություն ունենաս, այնքան երջանկանաս սիրելու համար թշնամիդ, այնքան երջանիկ կլինես, որ սիրես քո թշնամիից, սիրելիներ։ Երբ որ դա քեզ երջանկություն կպատճառի, դու դժվարություն չես ունենալ սիրել թշնամիդ։ Երբ որ քո կեսորիդ սիրելը երջանկություն կպատճառի, դժվարություն չես ունենալ։ Քո արսից սիրելը դժվարություն, երջանկություն կպատճառի քեզի, դժվարություն չես ունենալ։ Դա հավատքի վիճակն է, սիրելիներ։ Ինչու դժվարություն ես ունենում, որովհետև դա քեզ երջանկություն չի պատճառի։ Հիմա Աստծո ամեն մի խոսքը եթե քեզ երջանկություն է պատճառում, դու եթե ամաչելու վիճակի մեջ ընկնես, երջանկություն է պատճառում։ Դու եթե նսեմանում, մերժվես, անիրավություն կրես, զրկանք կրես, դա քեզ երջանկություն է պատճառում։ Անիրավ դեղը վիշտ կրես, Աստվածաշունչից համարներ եմ ասում ցեզի։ Այդ բոլորը եթե քեզ երջանկություն են պատճառում, դու խնդիր չես ունենալ։ Դա կնշանակի, որ Աստծո խոսքի հանդեպ դու ունես հավատք, այսինքն Աստծո խոսքի հայտնություն ես ունեցել եւ քո ներսից կյանքի է վերածվել։ Այս ցևով է որ մարդը դեմ է տնում, դիմագայում է մեղքերին, սիրելիներ։ Միտք առնենք Աստված օրհնեց բոլորին